Հեթանոսության կամ նախաքրիստոնեության մասին խոսելիս պետք է հաշվի առնենք, թե որ շրջանի մասին է խոսքը։ Հելենիստական մշակույթի ազդեցության տակ հեթանոս հայերի մոտ ձևավորվել էր ոչ պատվաբեր մի սովորություն։ Կենդանիների զոհաբերության մասին չէ, ոչ էլ քույր եւ եղբայր ամուսնությունների մասին։ Խոսքը դեռահաս աղջնակների մասին է, որոնց ուղարկում են տաճարներ, որպիսի վերջիններս կենակցեին անծանոթ մարդկանց հետ։ Սա ոչ միայն մարմնավաճառության քարոզ էր, այլև մանկապղծության քարոզ էր հոգևոր քողի տակ թաքնված։ Եվ սովորական հայ Ռամիկը չէր հանդուրժի, որպեսզի իր երեխաների հետ այդպես վարվեին։ Բարեբախտաբար քրիստոնեության ընդունումից հետո վերջ դրվեց այս սարսափելի երևույթին։ Բնականաբար կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն, որ առ այսօր նման արատավոր երևույթներ ամբողջ աշխարհում գործում է, անշուշտ գործում է, եւ դա ազգություն չի ճանաչում։ Սակայն մեկ բան է, երբ որ դա պետականորեն է պարտադրվում, մեկ այլ բան է, երբ որ ստացվում է հանցագործների կողմից։ Իսկ սա Անիաս Էջն է, այստեղ ես խոսում եմ ամեն բան հայրի ու հայկականի մասին, միացիր։